Ես Լևոնն եմ, մենք հով գյուղում ենք, եկել ենք ստեղ մի շաբաթ անցկացնելու Դիլիջան ազգային պարկում, սովորում ենք հետներ սարքել, Հայ Կարմինյա կազմակերպության թիմն է և տրեյնինգները անցկացնում են Trails for Changes NGO-ի կողմից 16 հոգով մի շաբաթվա ընթացքում սովորելու ենք արահետների պահպանման ու զրույց կառուցման սկզբունքները։ Շատ լավ խումբ է, շատ ընդունակ խումբ են, ընկալել են գործը ամբողջությամբ, կատարում է շատ լավ, հասկացել են կարևոր է գործի բնույթը, իմաստը արահետի արգելը, թեորիայից է կառուցում, ինչ են անում, ինչի համար են անում, կարևորը, տեխնիկան, մասնագիտական, միջազգային ստանդարտով պատասխանող։ Ես Արտում եմ, միացել եմ թիմին, որը զբաղվում է նոր տրեյլեր արահետներ բացելու անտառում, որպեսզի նախ ով որ քայլարշավով է զբաղվում, հեշտ գտնի ճանապարհները դեպի կոնկրետ ինչ-որ օբյեկտներ, կամ թեկուզ եւ անտառում քայլի։ Կարելի ասել ռետրիտի մի տեսակ է, որտեղ կարում ես մի պահ առանձնանալ, շեղվել այն առօրյայից, որը ունեիր, անկախ նրանից առօրյա ինչ բնագավառում է, կարում ես շեղվես ու բնության հետ ոնց որ գտնել ներդաշնակությունը։ Արահետաշինությունը շատ կարևոր բան է туриզմի զարգացման համար, որովհետև եթե կա երթուղի, ու այդ երթուղին կահավորված է, կառուցած է նորմալ, այդ երթուղի վրա արդեն անվտանգ է քայլելը եւ հատկապես դրսից եկող զբոսաշրջիկները իրենք միշտ կարողանում են ճանաչեն եւ իրենք գիտեն, որ ինչպիսին պետք է լինի կահավորված երթուղին, ինչպիսին չպետք է լինի եւ երբ որ իրենք իմանում են, որ երկրում կան արդեն պատրաստի կառուցված նորմալ երթուղիներ, բնականաբար պլանավորում են գալ եւ երկարօրյա արշավների են գնում։ Այս պարագայում Հայաստանում արդեն գործող կազմակերպություններ կան, որոնք որ այս գործը անում են, արշավային արահետներ են կառուցում, կահավորում ու գործը հեշտացնում են, շատ կարևոր է, որպեսզի հատկապես օտարերկրացիները չմոլորվեն անտառային տեղանքներում, լեռնային հատվածներում, վտանգներից հեռու լինելու նպատակով։ Ես որպես առաջին անգամ որպես արդեն պրոֆեսիոնալ արշավային արահետի կառուցման աշխատանքներին ընդգրկվել եմ Հայ Կարմենիայի այս նախագծում, արդեն մասնագիտորեն բոլոր մանրուքներով, նրբություններով սովորում ենք ճիշտ կահավորման, արահետների ճիշտ կառուցման աշխատանքները։